այս Գյումրի քաղաքի բյուջեն ինչ այսքան փոքր։ Համատելով մյուս համայնքների կամ Հայաստանի բյուջեն անդադ աճում է, քաղաքի բյուջեն չի աճում։ Եվ քաղաքում համայնքում մեծ աղքատություն կա, հիմա այդ մասին խոսենք։ Եվ ասացիր, ես խնդրում եմ այսօրվա հիմնավորումները տալ, հա։ Մենք հավաքեցի 2-3 հոգի խումբ հավաքեցի, փոքր խումբ, ընդամենը 4 օրում աշխատեցինք եւ սա ներկայացնում ենք ձեզ։ Իդեպ նման մի աշխատանք մենք արել էինք Երևանի համար, բայց չօգտվեցին։ Սա ուրիշ թեմա է, քիչ հետո կբացատրեմ։ Եվ այսպես քաղաքի բյուջեն 2024 թվականին Գյումրի համայնքի բյուջեն եղել է եկամուտներ 5 միլիարդ 700 միլիոն դրամ, 13 միլիոն դոլար։ Սեփական եկամուտները այդում 2 միլիարդ 245, ընդհանրապես 6 միլիոն դոլար է սեփական եկամուտները։ Դոտացիան 3.5 Երևանն է տվել։ Եվ առաջին հայացքից թվում է, թե այս քաղաքը նստած է հանրապետության վզին, հա։ Հանրապետությունը չլինի, այս քաղաքը բյուջե չունի։ Մենք սկսեցինք մտածել, դա արդյոք դա այդպես է։ Եվ արդյոք գործող օրենսդրության սահմաններում Գյումրի քաղաքը ընդամենը կարողանում աշխատել 2 միլիարդ 245, նայեցինք այդ 2 միլիարդ 245-ը, դա մենակ բանն է, գույք հարկն է։ Ուրիշ հարկ, լուրջ հարկ ամրակցված չէ։ Ինչ որ տեղական հարկեր կարող են սահմանել, օրենքի սահմաններում, հողի հարկ եւ այլն։ Մնացածը եւ շտրաֆները տուժեր։ Բայց բուն տնտեսական գործներից առաջացող հիմնական եկամուտները, օրինակ ասեմ, հողի հարկը մեր հանրապետության բյուջեի եկամուտների մեջ 1%-ից էլ է պակաս։ 1%-ից էլ պակաս է։ Օրինակ, վարչապետի Նիկոլ Փաշինյանի տնօրինած բյուջեն 5 անգամ ավելի է Գյումրի քաղաքի բյուջեից։ 25 միլիարդ է ինքը տնօրինում։ Բյուջեում հաստատված 25 թվի բյուջե։ Սկսեցինք խորանալ։ Նախ աղքատությունը Շիրակում։ Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք։ Հայում 7 տարվա մեջ աղքատությունը 2% կրճատվել, 1 ինչքան 26%-ից դառել է 23.8%։ 7 տարում, չէ, 8 տարում կներեք։ 1.1%-ը ծայրահեղ աղքատ է։ Ես ուզում եմ դուք որ իմանաք, որ այդքան որ ասում Ադրբեջան, Վրաստան մենք կանցել ենք, բան, Վրաստանում ծայրահեղ աղքատություն չկա, 0 է։ Սովորական աղքատությունը Վրաստանում 19% է, Ադրբեջանում 6%։ Չնայած հնայով, մեկ շինչին ինքնող հնայով, մենք համարյա թե հավասար ենք Վրաստանին ու Ադրբեջանը։ Բայց ամենասարսափելին, տեսեք, լավ, Երևանը ավելի լավ է, քան թե հանրապետության միջինը, 19% աղքատություն, շանս մեծ է երկրի համար, 1%-ը ծայրահեղ աղքատություն, նայեք Գյումրիի թիվը, 32.5%։ Գյումրին այսօր Գեղարքունիքի հետ միասին համարվում է ամենաաղքատ ռեգիոնը։ Այս ռեգիոնում բնակչության մեկ շնչին ընկնող արտադրված հնան 3 անգամ պակաս է, քան թե հանրապետության միջինը եւ 3.5 անգամ պակաս քան թե։ Այնուամենայնիվ այդ պակասով, շատով, քչով եւ այլն Գյումրի համայնքի տարածքում ձևավորվում են հարկային եկամուտներ։ Չհաշված առանց ավելացված արժեքի հարկի 2024 թվականին Գյումրի համայնքի տարածքում ձևավորված հարկային ռեսուրսները կազմել են 85 միլիարդ դրամ։ Դա 200 միլիոն դոլար է։ 85 միլիարդ դրամից համայնքի տնօրինությանը թողնվել է 2.5-3 միլիարդ 3%։ 3.5%։ Հասկանում եք։ Այսինքն ինչ է ստացվում։ Փոխանակ մենք ասենք համայնք արքո բյուջեն, ամբողջը խլում տանում ենք, հետո ասում եք դե խնդրի մի թուլապայ կտանք։ Սա դեմ է տեղական ինքնակառավարման մասին լոգիկային, որովհետև սա պետական կառավարում է։ Ստացվում է, որ Գյումրին չունի բյուջե, ունի սմետա։ Նախահաշիվ։ Եվ այդ հանրապետությունը մոտորում է, բայց համայնքներին չէիք խոշորացնում։ Ասում եք համայնքները խոշորացնում են, որպեսզի նրանց հետո պատվիրակենք որոշակի հարկային ռեսուրսներ, որոնք կանան խնդիր լուծեն։ Ինչ խնդիր կարա լուծի մի համայնք, որին տալիս են իր կողմից արտադրված եկամտի ընդամենը 3%։ 2024 թվականի բյուջեն Գյումրի ինչքան պիտի լիներ։ Համաձայն սահմանադրության 185 եւ 186 հոդվածների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մասին օրենքի շահույթ հարկի ու եկամտի հարկի 30% փոխանցման դեպքում հիմա կասեմ ինչի 30,
Գյումրի քաղաքի բյուջեն տեղական հարկերի թուրքերի հետ միասին պետք է կազմի 28.9 միլիարդ դրամ առանց դոտացիաների։ Իրականում կազմել է 5.7 միլիարդ դրամ։ Փաստացի 5.7 միլիարդի փոխարեն։ Մինչդեռ 2024 թվին 2024 թվի պետական բյուջեի մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կեցի ենթակետով սահմանվել է։ Հələ տեսեք ինչ են գրում։ Եվ սա հաստատում է պարլամենտը։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 86-րդ հոդվածով նախատեսված շահութարկից ու եկամտային հարկից հօգուտ համանքային բյուջեներին կատարվող մասանումները չեն գործում։ Քպն քվեարկում ասա։ Ու մեկը չեն ասում, բա այդ օրենքը խեք ընդունում տեղական ինքնակառավարման։ Դուք ցերեք առնում вообще ձեզ։ Պարզա, որ եթե ձեր բյուջեն 5.7-ից դառնում է 28.9 միլիարդ, Վարդան ջան, դու կարող ես կառավարությունը լրացուցիչ բաներ պատվիրակի, ասի դե որ տենցա դպրոցների մի մասի հոգսը վեկալ քո վրա։ Այո։ Հա, վեկալ են, համայնք են։ Հա, ինչ է բադա։ Մանկապարտեզները վեկալ, հա, վեկալ են։ Դու կարող ես 29 միլիարդի դեպքում հանգիստ կարող եք Գյումրի կոնկրետ ասում եմ ձեզ, մի հատ այն թոշակ որ պետությունից անցան, մի հատ թոշակել դուք տակ։ Համայնքի բոլոր բնակիչների։ Կրկնակի Ես օրենքի սահմանումը, սահմանադրության օրենքի սահմանումը։ Սահմաններում է։ Հասկանում եք։ Հիմա ընդունել են օրենք, որ արտասահմանին ցույց տան, որ կա տեղական ինքնակառավարում, կա բյուջե, բայց բյուջե չկա։ Ամեն անգամ բյուջեի մասին օրենքով այն ընդունած օրենքի հետ կետ ասում են այս տարի չի գործի։ Եվ այդպես շարունակ արդեն 8 տարի է, նույնիսկ կարծեմ 2017-ին այդպես եղել։ Դրա համար, այստեղ մի շատ հետաքրքիր մոմենտ կա այս ամեն ինչի մեջ։ Մի բան էլ ասեմ ու անցնեմ եզրակացության, եզրահանգմանը, մեր առաջարկի դեպքում նկատի ունելով սահմանադրության 185-186 հոդվածները, դուք եք ասում, տեղական ինքնակառավարման օրենքի 86-րդ հոդվածը Գյումրի համայնքի բյուջեն կկազմի 28.29 միլիարդ դրամ, կամ համայնքի հարկային ռեսուրսների 34%-ը, տես էլի 66%-ը Երևանա գնալու։ Գնալու է Նիկոլ Փաշյանը։ Այս պահին։ Բայց ինքը 66%-ով չի սահմանան, ասում է 97% զիտուր։ Հասկանում եք։ Ինքը ասում է չէ։ Սանես չէ, որ մենք քանդում ենք կենտրոնական բյուջեն, մենք գիտենք, որ պաշտպանության նախարարություն կա, մենք գիտենք, որ դեսպանատներ կան, արտաքին հասկանում ենք։ Բայց ախպեր ջան, եկել ես մանկապարտեզն ինչ կա, չկա տարել ես Երևանի վրա, տեղական ինքնակառավարումն էստեղ ինչ անելու։ Լավ, ի՞նչ է վերջին հաշվով անում։ Եթե նայում եք, առանձնապես ոչինչ։ Եվ ի՞նչն է հետաքրքիր։ Ես կուզենայի, որ բոլոր գյումրեցիները եւ քաղաքական ուժերը հասկանան։ Այս փոփոխությունները չի կարող արվել ԿՊ-ի ներկայացուցիչների կողմից, որովհետեւ ստացվում է, որ նրանք դեմ են գնալու Նիկոլ Փաշյանին։ Հասկանում եք։ Եվ Նիկոլ Փաշյանը տեխնացուչի տղեր, դրա համար Երևանի ընտրությունում 23 թվին ասում էի, աննարին է Երևանում մի հատ օգտակար իշխանություն ըլնի ընդդիմություն ԿՊ-ից, իշխանությունից։ Եվ այդ բանը ճիշտ ասած հասցեագրեցի ինչպես ԿՊ-ին, որ մասնակցում էր Տիգրան Ավինյանին, Հանրապետություն կուսակցությանը, նույնիսկ Հայկ Մարությանին, որ ախպեր այս բաները թողած հետ ինչ եք խոսում։ Դու ուզում ես Երևանին քաղաքացիներ, պատրիոտներ ես Երևանի, Գյումրի պատրիոտներ, առաջին դու տեսարը փողս տուր, ընկեր ջան։ Այն փողը, որ դու օրենք ես ընդունել, դու ես ընդունել օրենք, ես չեմ ընդունել։ Դու օրենք ընդունել ես ու դու 8-րդ տարին անհամբեր մեջ օրենք խախտում ես։ Այս է մեր աշխատանքի արդյունքը, շնորհակալություն, որ ասել էիր, որ եղբայր Վասենց ոնց կլի, ոնց կարող է պատահի Գյումրի բյուջեն ընդամենը 5 միլիարդ դրամ լինի։ Գյումրի բյուջեն առանձնապես մեծ չի, էլի փոքր բյուջե, բայց 30 միլիարդ պիտի հանգիստ լինի դրամ։ 30 միլիարդ դրամ ինչքան է? 70, 75, 80 միլիոն դոլար։ Այսինքն էլի գիտես, որ ասի։ Դա մեծ բան է, եթե շա օրինակ դրա համար օրինակ տեսեք, օրինակ եթե նայում ես Գյումրվա իշխանության տեխնացուին, հա, այն բանը իշխանության տեխնացուն ԿՊ-ի Սարիկը, հա, ասում է ես կասֆալտ եմ փողոցներ։ Արա այնգեր։ Փողոց ասֆալտելը քո պարտականության մեջ է մտնում։ Այդ 2 կոպեկ բյուջեն որն է, դա նախատեսված այնտեղ։ Այդ ոնց է նույնն է, որ ասեմ իմ ծրագրային կետն է, որ առավոտինի գործ եմ լինելու։ Հասկանում ես։ Առավոտինի ես տոշի գործ եմ լինելու։ Ընկեր ջան, դու այդ ինչ ծրագիր ես ասում։ Հələ ու չասվա չնայած այդ չի էլ արել։ Դա էլ չի արել։ Բայց հələ ու փողոցը ասֆալտը ամեն տարի չվերանալիս։ Այդ ընդամենը ընթացիկ շահագործման է պահպանում ես փողոցը, բայց դու պիտի այնքան բյուջե ունես նոր փողոց կառուցես։ Դա արդեն կոչվում է ներդրում։
ինֆրաստրուկտուրա կառուցվի քաղաքների։ Ես կարծում եմ, որ սա օգտակար կլինի ձեզ համար։ Մյուս ընդդիմադիր բաներն էլ սա մասին պիտի կարողանան չի կարելի սա մասին չխոսել, կամ երբ որ մենք ասում ենք, ես կապահովեմ քաղաքին հարկային արտոնություն։ Ես նախկին վարչապետ եմ, Վարդան ջան։ Որ ինչ հարկային արտոնություն։ Ամբողջ պետությունը բանի մեջ է, ինչ անշարժ հարկային արտոնություն կտամ։ Բա որ Վանաձորն ուզես, բա որ Սևանն ուզես, բա որ Սիսյանն ուզես, Քաջարյանն ուզես, Աբովյանը, Երևանը։ Հանրապետությունը բյուջե չի ունենա։ Այս մոտեցման դեպքում բոլոր բյուջետային եկամուտների հələ ավելացված արժեքի հարկն էլ պիտի գումարեք։ Մոտ 75%-ը ստացվում է Երևանում։ Այսօր մենք ունենք 3.5 տրիլիոնի 25 թվի համար բյուջե։ 3.5 տրիլիոնից այսօրվա այս գույքահարկով, մույքահարկով տեղական ինքնակառավարումները լավագույն դեպքում հավաքում են 200 միլիարդ դրամ։ 3.5 տրիլիոնի մեջ 200 միլիարդ կազմում է 5%։ Մենք այս 5%-ը ուզում ենք դարձնել 25%։ Որ տեղական ինքնակառավարում։ Բոլոր փողերը չպետք է տան Երևանում Նիկոլ Փաշյանը որոշի ոնց ծախսի։ Ոնց ուզում են, նենց էլ ծախսում են։ Որը անընդունելի է ինձ համար։ Ծախսում են, հետո պարզում է սխալ են ծախսել։ Օրինակ, այդ իրեն փող որտեղից որ Արմեն Սարգսյանը այդ որոշեց $10 միլիոն դնի ավիաընկերություն ստեղծի, հետո էլ ասին բանկրոտ է։ Խնդիրն այն չէ, որ դա Air Arabia-ի հետ ավիաընկերություն է ստեղծում։ Խնդիրն է, օրինակ 10 միլիոն որտեղից, եթե ես վարչապետ լինեի, պետք է ասեի Air Arabia-ին ընկերներ, մի 3 տարի սպասեք, որ ես կարողանամ նախատեսել այդ բյուջեի մեջ։ Հետո ծածուծախ դնում է ու մտցնում է։ Ես որպես նախկին վարչապետի դա զարմացնում է։ Հետո ես հասկացա, որ սա պարզապես վախանալի է։ Այստեղ վախանալի է, բարի բուն սա փողերը հավաքելը, տակը ինչ ուզում է լինալու է։ Հետո բացի դա, եթե դու ստեղծում ես Air Arabia, դու պարտավոր ես գնալ պարլամենտ, փոխես բյուջեի ծախսային հոդվածները։ Այդպես բան չկա, այդպես կուլտուրա չկա, ԿՊ-ի իշխանություն գալուց հետո այդպեսի կուլտուրա չկա։ Ով ոնց ինչքան ուզում է ծախսում է։ Դրա համար ես ուրեմն կարծում եմ, որ մենք շատ լուրջ կվերաբերվենք այս ամեն ինչի եւ փոխենք այս վիճակը, Վարդան ջան։ Շնորհակալություն, պարոն Պակրատյան, դուք շատ կարևոր բան ասեցիք, ասեմ ձեզ, որովհետեւ ես դեռ 13 տարվա քաղաքապետ եմ եղել, ուրեմն երկրորդ նախագահի տեղական ինքնակառավարման ուրեմն նմանատիպ հանձնաժողով է ինքը ունեցել, ես այդտեղ անպայման մասնակից եմ եղել եւ սա ձեր մասնակիտությունը, ձեր գիտեցածը դուք ներկայացրեցիք, այն ժամանակ ես շատերին եմ նստել հետները քննարկել, չէին ասում։ Հավատացեք, չէին ասում դիտավորյալ, որովհետեւ մենք պահանջատիրական ձևով հանդես չգանք։ Հիմա ես այ խոսք եմ տալիս, որ եթե կառավարությունը ինչ որ ներկայացրեցինք մենք այս խնդիրները, որ 85 միլիարդի 30 միլիարդը պետք է լիներ մեր բյուջեն պիտի կազմի 30 միլիարդ, համաձայն սահմանադրության 185-րդ եւ 186-րդ հոդվածների եւ տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի, այսինքն մենք ավել բան չենք ասում, ինչ որ ամրագրվել է օրենքով, մենք դա ենք ասելու։ Միանշանակ դադի կտանք կառավարությանը, դա ընդտուպ կլինի Հայաստանի Հանրապետությունում առաջի անգամ, որ տեղական ինքնակառավարումը դադի է տալիս կառավարությանը։ Մինչև կգնանք աշխարհի վերջի ծերը, որ մեր նպատակին հասնենք եւ իրոք այս չնչին կոպեկներով բացիկ փողոցը ավլելուց եւ այդ կրթության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձը տալուց, այս բյուջեով մենք ոչ մի բան չենք կարող անել։ Շնորհակալություն։ Իրոք ես ձեզ հարգում եմ, ձեր խելքը գնահատում եմ եւ ցավում եմ, որ ձեզ պետք է շատ մեծ պաշտոններ դուք պետք է զբաղեցնեք վարչապետից հետո, որ իրոք երկիրը շենանար։ Ցավում եմ։ Դա Աստված որ մի հատ փոխվի, առաջի ճադագովը քո ես եմ լինելու։ Շնորհակալություն։ Բարի